Մեզի շաշ գիտի։ Турецкая բունյանի գերտակի գտնի դա։ Համշենական զրուցարան Սերգեյ Վարդանյանի հեղինակային հաղորդաշարը։ Բարի օր, ձեր ռադիոընթունիչ FM 106.5 հաճախության վրա լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքը սկսում է Համշենական զրուցարան հաղորդաշարը։ Տաղավարում աշխատում են Հայկոյի Մինասյանը եւ հայագետ Համշենագետ Սերգեյ Վարդանյանը։ Բարի օր, պարոն Վարդանյան։ Բարև ձեզ։ Մեր ռադիոլսողները վերջին հաղորդման ընթացքում տեղեկացան, որ դուք մեկնել եք Ստամբուլ մասնակցելու իսլամացած հայերի գիտաժողովին։ Այժմ պարոն Վարդանյանը վերադարձել է եւ իր տպավորություններով կկիսվի մեզ հետ։ Պարոն Վարդանյան, ինչպես անցավ գիտաժողովը։ Շատ հետաքրքիր գիտաժողով էր, տեղի ունեցավ նոյեմբերից 2-ից 4-ը, 3 օրում լսվեցին 26 զեկուցումներ, աշխարհի 5 երկրներից մասնակիցներ կային, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից եւ Հայաստանից։ Կազմակերպիչներն էին Հրանտինք հիմնադրամը, Մալաթիացի բարեգործասեր Հայոց մշակութային եւ համագործակցության միությունը, ինչպես նաեւ Բողազիչի համալսարանը։ Թուրքիայի նշանավոր համալսարաններից մեկն է, 150 տարվա պատմություն ունի, այս տարի լրացավ։ Նաև բազմաթիվ հայեր են այդտեղ սովորել, հենց Ստամբուլաբնակ հայերի։ Կան այդպես հին ավանդույթներ ունեցող համալսարանը, ուրեմն Գառնանից դեռ ուրեմն ուղարկում ենք նյութերը, մեր ելույթների համառոտ տարբերակները, այնտեղ քննարկում են, բարձում է շատ հայտեր են եղել, դիմումներ մասնակցելու։ Ի վերջո ընտրվել էր այս 26 ելույթ ունեցողներն էին ընտրվել, Հայաստանից 4 հոգի էին։ Մեկը ես էի, Հնագիտության վազգայության, նույնիսկ Սիուտից հնագիտության եւ վազգայությունից Հրանուշ Խարատյանը, պետհամալսարանից Գայանե Չոբանյանը եւ ցեղասպանության թանգարանի Սիուտից Աննա Ալեքսանյանը։ 4 հոգի էինք։ Մյուս երկրների մասնակիցների մեջ էլ հայեր կային իհարկե, բայց կային նաեւ այլազգի զեկուցողներ, նաեւ թուրք զեկուցողներ։ Զեկուցումները ընտրվել էր ուրեմն գիտական կոմիտեի կողմից 13 հոգուց բաղկացած, որը Թուրքիայի տարբեր ուրեմն համալսարանների գիտնականներ էին, Գալաթասարայի, Կենտրոնական Եվրոպական, Բողազիչի, Սաբանչի համալսարանից, նաև այնտեղ կային Քոչ համալսարանից եւ այլ համալսարաններից, նաև արտասփյուռքի հայեր կային 5 հոգի Միչիգանի համալսարանից, Վենետիկից, Գերմանիայից եւ այլ տեղերից, Ֆրանսիայից, նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, գիտնականներ իհարկե։ Կային նաև իմիջիայլոց բազմաթիվ մարդիկ, որոնք եկել էին տարբեր երկրներից իրենց միջոցներով, իրենց ճանապարհածախսակեցությունը, մնալը այնտեղ հյուրանոցները, պարզապես որպեսզի ներկա լինեին այդ գիտաժողովին, լսեին, ունկնդրեին։ Նաև այդպիսի մարդիկ էլ կային, որոնք չէին զեկուցում, բայց եկել մասնակցում էին։ Այսինքն մարդիկ, որոնք նաև գիտնականներ էին, նաև այդ թեմայով հետաքրքրվող մարդիկ էին։ Պարոն Վարդանյան, ձեր թեման զոհեր եւ վկաներ, հա։ Համշենահայերը, այո, կրոնափոխ։ Այո, կրոնափոխ համշենահայերը, ինչ արձագանքներ։ Մի փոքր նաև մեր ռադիոլսողներին, ովքեր չեն լսել, խոսենք ձեր զեկույցի մասին, հակիրճ ներկայացնենք, այնուհետև արձագանքների մասին խոսենք։ Դուք արդեն ասեցիք թեման կրոնափոխ համշենահայեր, զոհեր եւ ականատեսներ, պաստորեն վկաների դիմաստով, ականատեսների իմաստով, ասեմ, որ շատ տպավորվեցին ունկնդիրները, որտեղ նախ դահլիճում արդեն համշենցիներ էին եկել հատուկ այդ զեկուցումը լսելու համար, բազմաթիվ համշենցիներ կային կրոնափոխ։ Ես զեկուցման ընթացքում 40-ից ավելի նկարներ փաստագրական ցույց տվեցի էկրանին, մեծ պատի վրա, որը շատ տպավորեց շատերին, որտեղ Ղազախստանում էի նկարել այդ ասապատմողներ, ովքեր որ մանուկ հասակում տեսել էին հայերի կոտորածները։ Կիրգիզիայում էի նկարել, նաև Թուրքիայում, նաև Աղդահանից արտանուչ ճանապարհին այդ ջեհեննեմ դերը ուրեմն կիրճը կա եւ այնտեղ Սեսլիկայա ժայռը, արդյունքն ձայն հանող ժայռ, հայրից պատմել է մեր զրույցներից մեկում մեր նախորդ։ Իմիջիայլոց ասեմ շատ տպավորեցի, ինչ է, որտեղ զեկուցման վերջում հնչեց ճանաչված երգչուհի համշենցի, նոր էլի Բողազիչի համալսարանի շրջանավարտ երիտասարդ երգչուհի է, որը երգեց ուրեմն Ջորոխի Քովուշ երգը, Ջորոխի ողբը։ Շատ տպավորի, շատ այսպես տրագիկ երգ է եւ ամբողջ դահլիճը քարացած լսում էր, վերջում ինձ շատերը մոտեցան, խնդրում էին այդ երգի ձայնագրությունը, որ հետո իրենց ուղարկեմ։ Նաև մարդիկ հենց թուրքեր, թուրք արվեստագետներ, գիտնականներ մոտենում են եւ խնդրում են այդ կիրճի լուսանկարները։ Ես թուրքերեն չգիտեմ, այդ մանրամասները չէի կարողանում բացել ինչի համար, բայց ասում են, որ իրենք հետաքրքրված են թեմայով, իրենք էլ ինչ որ բաներ են գրում, հրատարակում եւ շատ կուզենային այդ հայերի կոտորածի վայրը այդ լուսանկարներն ունենալ եւ այդ ձայնագրություններն ունենալ։ Ես տվեցի
Այսինքն եկա Երևան եւ այստեղից ուղարկեցի արդեն, որտեղ այնտեղ այդ պահին հնարավոր չի դահլիճում մարդկանց փոխանցել այդ ամենը։ Իմիջիալոց մյուսների զեկուցումներն էլ շատ լավն էին, մերոնց օրինակ Հրանուշ Խարատյանի զեկուցումը դերսիմցիների մասին էր, ավելի նվիրված էր դերսիմցիների ինքնության խնդիրներին, այսինքն որ նրանք շատ անգամ խուսափում են այդ գավառի հալևիներն են, զազաներն են, քրդացած հայերն են եւ այլն։ Այդ տարաբնույթ բնակիչները ով է հարցին սովորաբար պատասխանում են դերսիմցի եմ։ Նույն խնդիրն է շուտ համշենցիների մոտ, այսինքն ազգությունը չեն ասում, տեղացիությունն են ասում համշենցի։ Համշենցիների մոտ հետագայում դա արդեն կամած վերածվեց ինքնության։ Համշենցին կորցրեց իր իմաստը, որ ցույցատալի որտեղից է համշենից։ Այդ process-ը կա գործընթացը նաեւ դերսիմցիների մոտ։ Իրենք էլ արդեն սկսում են ոչ թե ասել իրենք քուրդ են կամ զազա են կամ իսլամ հայ են եւ այլն, այլ դերսիմցի եմ ասում են։ Այդ մասին էր շատ հետաքրքիր զեկուցում էր, շատ հագեցած, դահլիճը շատ մեծ հետաքրքրությամբ էր լսում։ Գայանե Չոբանյանի զեկուցում արաբացած հայերի մասին շատ հետաքրքրությամբ էլի լսեցին, մանավանդ երիտասարդ աղջիկ, շատ վստահ, շատ գեղեցիկ, հնչեղ խոսեց եւ դահլիճին շատ տպավորիչ էր։ Մյուս մասնակիցը ցեղասպանության թանգարանի գիտաշխատող Աննա Ալեքսանյանը անգլերեն զեկուցեց Ռուբեն Հերյանի մասին, որը ցեղասպանությունից հետո հայկանաց երեխաների է հավաքել, այդ մասն էր, բայց դա արդեն անգլերեն զեկուցում էր։ Ուրեմն զեկուցումները թարգմանվում էին, դե բնական է, ամբողջ մանրամասնությամբ չէին թարգմանվի, որտեղ արագ խոսում ես, այնտեղ 20-25 րոպե ամեն մեկից հասնում զեկուցման համար, ընդհանուր գծերով էին մարդիկ հասկանում ինչի մասին է թեման, եւ նույնն էլ մենք ուրիշներից, բայց դահլիճը, որը լեփլեցուն էր 3 օրներ, եւ թղթակիցներ կային, ժուրնալիստներ եւ ինչպես ասի տարբեր երկրներից եկել էին նաեւ մարդիկ, որոնք ուղղակի ուզում էին ներկա գտնվել։ Նաեւ մտավորականություն, գիտնականներ, նաեւ հենց կրոնափոխված իսլամ հայերի թորներ, ծորներ, ազգականներ, ելույթներ եղան թորների թեմայով։ Պատմում իրենց տատը ինչ տարապանքներ է տեսել այդ օրերին եւ մարդիկ իրենց ցավի մասին էին խոսում։ Պատմում դրանք արդեն հայ չեն, բնական է, թե իրենց ասենք Պապն էլ չի, արդեն պապի հայրը պետք է լինի, որտեվ եթե 15 թվին այդ երեխան 15 տարեկան է եղել, նրա թոռը հիմա պետք է 60 անց լինի։ Այդքան այնտեղ ավելի երիտասարդ մարդիկ կային, որ վեր էին կենում, զեկուցում էին, այսինքն դահլիճում վեր էին կենում, կիսվում էին, հարցեր էին ուղղում։ Դրանք երևի արդեն թոռների երեխաներն են, նույնիսկ ծորները, որոնք պատմում էին իրենց նախնիների մասին, ինչպես են, ասենք, բռնի իսլամացել եւ ինչ, ասենք, հիմնականում դա տատերին էր վերաբերում։ Եվ ինչ դժոխային կյանքով են ապրել, ամբողջ կյանքում այդ իրենց ազգությունը թաքցնելով կամ միշտ ճնշված լինելով այդ ընտանիքում, հասարակության մեջ, գյուղում, չգիտեմ, ամեն վայրում, կարելի ասել այդ միտեղ էր դարձել դահլիճը, գիտաժողովի, որտեղ մարդիկ ուղղակի չէին կարողանում պահել իրենց ցավը եւ բարձրաձայնում էին։ Դե այսքան տարիներ խեղծվել է եւ գուցե այնտեղ էլի կային մարդիկ, որ այդպես էլ մնացին լուր, ուղղակի լսում էին, բայց մարդիկ կային դահլիճում, որ նաեւ լսելով բեմից այդ պատմությունները վեր էին կենում եւ իրենք էլ իրենց սրտի խոսքն էին ասում։ Դե բնական է, որ ամբողջ Թուրքիայից այդտեղով չէին հավաքվի նրանք, ովքեր, ասենք, իսլամացած նախնիներ ունեին, բայց գոնե մի քանի 100 մարդ, ասենք, այդտեղ հավաքված էր, որոնց մեջ մի, չգիտեմ, քանի տոկոս է հենց այդ իսլամացած հայերն էին, բոլորին չգիտես ով է, բայց այն, որ այդ ամենը արձագանք գտավ թերթերում, մամուլում եւ շատ զուսպ, ասեմ ձեզ, ես որտեվ հետևում էի թուրքական մամուլին, իմ ծանոթները խնդրում էի թարգմանում էին, ինչ օրվա, նույնիսկ ասենք Տդեի զամանը, որը ասենք աչքի չինգնում այասիրությամբ, այլ ընդհակառակը կամ մյուս թերթերը, Թարաֆը, Ռադիկալը, մյուս թերթերը, որոնք դեմոկրատական թերթեր են, նաև մյուս ավելի պահպանողական թերթերը նույնպես շատ զուսպ էին գրում։ Ինձ բացատես հետաքրքրվեցի թե սային, որտեղ ինչ որտեղ վախ կար, իմ մոտ էլ վախ կար, նախ առաջի վախը կար, որ պրովոկացիաներ չլինեն։ Ի վերջո Թուրքիայում բազմաթիվ մարդիկ կան եւ գուցե որոնց հաճելի չի հայերի հավաքը նման թեմայով քննարկումները, գիտե կատաղի կազմակերպություններ կան, բայց ըստ երևույթին դեղից բացատրեցին փորձառու իհարկե լրագրողները տեղի Թուրքիայի, որ ըստ երևույթին ինչ-որ կենտրոնից բոլորին հրահանգ է եղել, որ շատ զուսպ լինեն եւ ասին այստեղ բաներ կա, որ մարդիկ հարգում են։
համակրանք կար մամուլում, ընդհանուր այդ process-ին, գործընթացին, իսլամացած հայերին։ Ես որոշ բաներ նայեցի, նույնիսկ ասենք որոշ ելույթներ, որոնք շատ ավելի տրագիկ էին, այնտեղ կար նաև Սարաննով մի կնոջ պատմություն, որը բոլորին ցնցեց։ Դե դա երկար պատմություն է, մի կնոջ պատմություն է, մի երիտասարդ աղջկա, որի ծնողներին այդ մարդը սպանել, իր հետ ապագա ամուսին, այսպես ասած, որ հետո իրանք զորով կնության առել, 15 երեխա բերել այդ կինը, որից 13-ը սպանվել են կամ այնտեղ վարկածներ կար, ինչից են մահացել։ Մի խառնաշփոթ տրագիկ պատմություն էր, վերջում էլ Սարանա մահանում, երբ որ ստիպում են նամազան իսլամական ինսուլտաստանում։ Մի տրագիկ պատմություն էր, թուրքական թերթերը եւ նույնիսկ հեռուստատեսությամբ ես տեսա այդ թուրքական, որ այդ պատմությունը խոսում էին։ Շուտ անցա իմ զեկուցմանը, ասեմ, որ այնտեղ ուրեմն զեկուցում էր նաև Թաներ Ակչամը, հայերը շատ լավ ճանաչում են իր գրքերով, հոդվածներով, հայանպաստ ասեմ, թե ճշմարտության մասին ուղղակի ճշմարտանպաստ հոդվածներով, որը գրում է Եղեռնի մասին, այդ ամբողջ քաջությունն է պետք։ Նա հիմա Ամերիկայում է բնակվում, բայց այդ քաջությունը ունի, որ այդ գրքերն է գրում, բացահայտում է Եղեռնի տարիների ամբողջ ողբերգությունը, նաև փաստաթղթերով։ Թաներ Ակչամներ այնտեղ զեկուցում, այնտեղ Աշե Գյուլ Ալթնայը, որը նույնպես բավական հսկա գործ է կատարել է թորների թեմաներով Եղեռնից Մազապուրց թորնը Ֆեթիե Չետիններ այնտեղ սեմինարներից մեկի ղեկավարը նա էլի ելույթ ունեցավ բացման ժամանակ, բացման խոսք ասած, նաև վերջում օրինակ արդեն ինձ թվում է շատ հայերի գիտեն Միհրան Փրկիչը Դերսիմի հայերի այդ միության նախագահ խոսեց շատ հուզված, շատ հարցերը սուր դրեց, որ մենք վերադարձել ենք, ընդդիմացել ենք մեր ազգականներին, մեր ցեղակիցներին, գյուղում, չգիտեմ, ամենտեղ թշնամիներ ենք ձեռք բերել եւ պետական, բայց ասենք Պորսի հայերը իրենց չեն ընդունում, խոսեց, որ պատրիարքարանը ձեռք չի մեկնում, ընդհանրապես հայությունը իրենց չի օգնում, ասենք մի անկյուն անգամ չունեն իրենց միության համար։ Ասեմ, որ ձեզ իսկապես այդ հայության վերադարձը շատ պրոբլեմատիկ է, որտեղ հայությունը հիմա ոչ թե քրիստոնյաների եւ իսլամ երկու մասի են բաժանվում, այլ այդ ամեն մեկ իր շերտերն ունի։ Կան ասենք ավանդական պոլսահայեր, որոնք այդ հին պոլսահայության մշակույթի կրողներն են, ինտելիգենցիայի, կան գավառներից եկած նոր հայեր, որոնք եթե քրիստոնյայել են, ապա հայերեն գրել կարդալը չգիտեն կամ հերոին հայկական ավանդական կազմակերպություններից, կան նաև նոր վերադարձած հայության, նոր քրիստոնեություն ընդունածներ, կան նաև մահմեդականներ, ծպտյալ հայեր, շատ խառափնթոր վիճակ է եւ այդ բոլորը իրարից օտար մարդիկ են։ Ելույթ ունեցա նաև Հատիկ միությունի փոխնախագահը, մեր ծանոթ հանրահայտ երգիչ Հիկմետ Ակշիչեկը, նա էլ խոսեց, նա էլ իր տեսակետը ասեց համշենցիների մասին, ասեց, որ ընդունում ենք, որ մենք հայկական ծագում ունենք, որ հայերից ենք առաջացել, բայց մենք մեզ իսլամ հայ չենք համարում, ինքը այդպես իր ստերեոտիպ իր անունից էր ասում, որովհետև նրանց մոտ էլ համշենցիների մոտ էլ տարբեր ընկալումներ կա, մարդիկ կա, որ լրիվ ընդունում են, որ իրենք հայ են եւ ասենք համարձակորեն բարձրաձայն ասում են ես հայ եմ, մարդիկ կան, որ ասում են այո, մենք գիտենք, հայ համշենցի ենք, բայց հայությունից ենք ծագել։ Մարդիկ կան տատանվում են, ամեն այդպես նրանց մոտ է շերտեր կա։ Հիկմետ Ակշիչեկը խոսեց, ասաց, որ մենք մեզ հայ ժողովրդի պատմության մաս չենք զգում։ Հիմա ես հասկանում եմ նրանց, գիտեք ինչ կա, բայց որ իրենք հայկական ծագում ունեն եւ հայության հետ շատ սերտ դա եւ լեզվական առումով եւ շատ այլ սովորույթների դա գիտակցում են եւ դրանց ապացույցներ են, որ նա ինքը եկել է հայկական այդ գիտաժողովին մասնակցում, այլապես եթե մարդիկ իրենց հայության հետ հարազատություն, մոտիկություն չզգային, ուրիշ ազգի գիտաժողովի կմասնակցեն, ոչ թե հայերի, ասենք արաբների կամ թուրքերի, բայց հայերի եթե եկել են, արդեն փաստը ինքնին շատ խոսուն է։ Ես վերջում հետո ինձ խնդրեցի, ես Հատիկ միություններ գնացի եւ մի ամբողջ երեկո այդտեղ հարցերի տարափ էի լսում, Ստամբուլաբնակ համշենցիներն էին հավաքվել եւ հարցեր էին տալ իրենց ծագումի մասին, ինչու է այսպես, բայց ինչու իրենց մասին գրականություն չկա, բայց հայկական աղբյուրներում ինչի մարդիկ չգիտեն, իրենց ասում են, որ հայկական աղբյուրներում ձեր մասին ահռելի նյութ կա, որ համշենի հենց տարածքում ձեռագրեր են գրվել, գրքեր են ընդօրինակվել, եկեղեցիներ են եղել, որ մինչև 15 թիվը 22 ընտանիք դեռ տուն քրիստոնյա հայ է եղել համշենում։ Այսինքն մարդկանց թվում է, որ եթե 300 տարի առաջ իսլամ են ընդունել, վերջ, իրենք էլ չգիտեն։ Մենք այստեղ մեղքի մի բաժին էլ մենք ունենք, որտեղ եթե մարդը եւ ես իրան էլ այդպես չեմ մեղադրում, մարդը եթե ասում է մենք մեզ հայ ժողովրդի պատմության մաս չենք զգում,
Շատ པարզ պատճառը, որտեղ իրենք հաջորդի պատմությունը չգիտեն, ինչպես իրանք մի բանի մաս կզգան, որը չգիտեն։ Ես անկեղծ ասած շատ եմ զարմանում, մենք շատ մեծախոս հայրենակիցներ ունենք եւ Հայաստանում եւ Սփյուռքում, որոնք եւ մեծախոս են, մի մասը եւ մեծահարուստ մեծախոս են, մի մասը աղքատ մեծախոս են, որոնք միայն մեծախոսությամբ ենք զբաղվում, մինչեւ հիմա մենք թուրքերեն լեզվով հայոց պատմության գրքեր չենք տվել թուրք ընթերցողին, իսլամ հայ ընթերցողին։ Ընդհանրապես դա պետքա տասնյակ գրքեր ունենայինք, տարբեր դարաշրջանների, տարբեր բաներ։ Հիմա Արազը եւ այլ հրատարակություններ Թուրքիայում անում են, բայց հայ ժողովրդի պատմության գրքեր չկան, ամբողջական կամ որևէ նահանգի վերաբերող այդ բաների, որ հիմա մի Արազը բան մի քանի գրքեր հրատարակում են, Հրանտ հիմնադրամը Դիարբեքիրի մասին հրատարակեց, բայց ասենք ամբողջ Ուրարտուից սկսած միջև չգիտեմ Միշնադար, Բագրատունիներ, Արծրունիներ, մեր թագավորությունները, չգիտեմ միջև հենց այսօր Խորհրդային միության հերոսներն էլ ներառյալ որ տեսնեն մենք հերոսներ ենք տվել, մարշալներ ենք տվել, հենց Թուրքիային ինչ նշանավոր մարդիկ ենք տվել, այդպիսի գրքեր էժան, այսպես ասած լայն ընթերցանության համար գրքեր, որ ուղղակի բաժանվի ոչ մենակ վաճառքի լինեն, այլ նաև որտեղ գիտեք այնտեղ եթե հույսը դնես վաճառքի, այնտեղ քաղաքներ կան գրախանութ չկա, իմիջիալոտ այնտեղ էլ այդ խնդիրը կա Թուրքիայում, ասենք Խոփայ քաղաքում գրախանութ չկա, չէ մի խանութի անկյունում որոշ գրքեր կարող ես տեսնել։ Այսինքն եթե Խոփայի Համշենցին ուզենա որևէ գիրք իր պատմության մասին չի կարող ունենալ։ Պետք է որ Ստամբուլում չի, այսինքն մենք պետք է նաև կարողանանք ուղարկել, բաժանել, տարածել։ Ամբողջ աշխարհում ընդունված բան է, որ ամեն մի կրոնական ուղղությունից սկսած քաղաքական ուղղություն դեպի ազգային մշակութային տարբեր կազմակերպություններ, ուղղություններ իրենց արած գործը, իրենց ասելիքը տարածում են գրքերի միջոցով, ռեկլամների, ֆիլմերի։ Մենք այսպես Թուրքիան, որ մեր այսօր անդադ խոսում ենք, մենք այսօր թուրքերեն գիրք չունենք, մեկը ես, ասենք մի հատ թուրքերեն բրոշյուր չունեմ ձեռքս, որ երբ որ գնում եմ Համշենցի, հենց այդ Համշեն հատիկի հետ հանդիպման ժամանակ այդ բրոշյուրը նվիրեի այդ մարդկանց։ Հրատարակվել է մի գիրք 2005 թվականին, ուրեմն Սոչիում կազմակերպվեց Համշենցիների մասին գիտաժողով։ Այդ գիտաժողովի գիրքը զեկուցումները թուրքերեն կա, Համշին və Համշինլիներ, Համշենը եւ Համշենցիները գիրքը, այդ գրքից մի քանի օրինակ ունեի, տարածվեցի այդ հատիկ միությանը, որ մարդիկ խրխալեցին, վերցնեն, բայց դա էլ գիտեք ինչա, հոդվածների ժողովածու, այսինքն նրանց հետաքրող բոլոր հարցերին համակարգված պատասխաններ չկան։ Ինչ որ այդ գիտաժողովում խոսվել է, դրա այդ հոդվածներն են, բայց նրանց հետաքրքրում է շատ բազմաթիվ հարցեր։ Այդպես Երևի այսքանն է, շնորհակալություն պարոն Վարդանյան, հիշեցնենք լրատվական ռադիոյի եթերում Համշենական զրուցարան հաղորդաշարն էր, պարոն Վարդանյանը նոր էր վերադարձել Ստամբուլից, որտեղ ներկայացրել էր իր զեկույցը կապված իսլամացած հայերի հետ, հիմնականում խոսել էր համշենցիների մասին, զոհեր եւ վկաներ, ինչպես նշեցինք հաղորդման սկզբում։ Այսքանը հիշեցնենք նաեւ, որ այս հաղորդումը կարող եք տեսնել նաեւ համացանցում 3w.lratvakan.am կայքում։ Հաջողություն։ Shaderandim shaderam kel khosali pagonim kel khosali pagonim khikoy kyagin